Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, խոսում է ամենահայոց Վարդան Ղուկասյանը կամ դոկտորսավստան պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը։ Այս ձայնայինս հասցեագրված է կոնկրետ դոկտորսավստան անդամներին։ Ինչպես գիտեք, տիկնակ և պարոնայք, ամսի 16-ին փետրվարի պետք է կայանար համագումար Էլիտ Պլազայի հյուրանոցի դահլիճներից մեկում, Մարտաշվի անվան։ Սակայն հաշվի առնելով պատվիրակների, կուսակցության անդամների մեծաթիվ թվաքանակը, ուրեմն այս դահլիճում հնարավոր չէ տեղավորել բոլոր կուսակցության անդամներին և պատվիրակներին։ Այն նախատեսված է ընդամենը 140 հոգու համար։ Այսինքն մենք հանդիպեցինք տեխնիկական պրոբլեմների։ Դուք ինչպես հիշում եք, ես բոլոր իմ ժողովները և համագումարները կազմակերպում էի Արմենիա Մարիոթ հյուրանոցի դահլիճում, որը տեղավորում էր մինչև 500 հոգի և այդ մինչև 500-ից էլ ավել մարդ էր գալի։ Եվ այդ հիմա առաջանալու է տեխնիկական լուրջ պատճառներ։ Այդ իսկ պատճառով ես հանձնարարել եմ փետրվարի 16-ի կայանալիք համագումարը հետաձգել մինչև ավելի մեծ դահլիճ վերցնելը, որը կվերցնի այս մի քանի օրվա ընթացքում, և դրա հետ կապված ես կանեմ լրացուցիչ հայտարարություն, օրը, ժամը և տեղը։ Ուստի կրկնում եմ նորից, փետրվարի 16-ին կայանալիք կուսակցության համագումարը հետաձգվում է տեխնիկական պատճառներով կապված փոքր դահլիճի հետ։ Լրացուցիչ օրը, ժամը, տեղը ես կհայտարարեմ, որտեղ ենք անելու, երբ ենք անելու և ժամը քանիսին ենք անելու։ Ավելորդ հարցեր թող չառաջանան, ոչ մեկ մոտ չվերցնեք հեռախոսը, նորից զանգեք ստեղ, զանգեք ընդեղ, ասեք, չգիտեմ, այս համարը չպատասխանեց, այն համարը մի քիչ խաչաձև պատասխանեց։ Փետրվարի 16-ի կայանալիք համագումարը հետաձգվում է իմ հրամանով, քանի որ դահլիճը փոքր է և կարող է տեղավորել մաքսիմում 140 հոգի։ Դա չէին նախատեսել, հիմա պարզվեց, որ տեխնիկական լուրջ պրոբլեմ ա։ Նույն ինչևից է չկա Վարդան Ղուկասյան, խնդիրները մի քիչ շատ են։ Նոր համագումարի օրը, ժամը, տեղը ես կհայտարարեմ լրացուցիչ։ Խնդրում եմ այս հայտարարությունը տարածել բոլոր կուսակցության անդամների շրջանակներում, բոլոր ինձ հետևող ֆեյսբուքյան, տելեգրամյան, տիկտոկյան, ինստագրամյան ալիքներով և սպասեք նոր համագումարի օրվա, ժամի, վայրի, տեղի հայտարարությանը։ Հարգանքներով կուսակցության պատվավոր նախագահ, հիմնադիր Վարդան Ղուկասյան։ Տարածեք։